Հոբ Աստծո մեկ մարդ իր վարքովը կատարյալ ապրում էր հույս երկրում անարդար։ Նա շատ հարուստ էր, ուներ շատ ունեցվածք, սակայն սիրում էր Աստծուն ամենից շատ։ Նա իր կյանքով Աստծո առջև ուղիղ էր, ոտքերն իր չարությունից հեռացնում էր, թե տեսներ մեղք հանդիմանում ուղղում էր, մոլորվածներին հորդորում շտկում էր։ Ամբողջ երկրում նրա նմանը չկար, և Աստված ինքը դա վկայեց, ամբոխի մեջ նա մի ճյուղ էր դալար, որին Աստված ցանկով էր շրջապատել։ Մի օր եկավ Աստծոնենք թշնամին, այն առաջին օձն ու բանսարկուն, մոլորեցնողը ողջ աշխարհի, անիրավը և թշնամին բարու։ Կանգնելով որդկանց մեջ աստվածային, բացեց բերանն ու սկսեց չարախոսել. «Դիր նրան վիճակի մեջ գերմարդկային, և տես ինչպես կսկսի քեզ հայհոյել: Մորթի տեղ մորթ, նաև ստացվածքն անձի տեղ, ձեռքդ մեկնիր և դպցրու ոսկորին, թող չլինի նրան ոչ մի ճար ու տեղ, թող խոնարհվի հավասարվելով հողին»։ «Թույլ եմ տալիս», պատասխանեց սուրբ Տերը, ահա նա, թող քո ձեռքում լինի, զարկիր նրան չարաչար պալարներով, միայն թե դու նրա կյանքը խնայիր։ Եվ շտապելով դուրս եկավ անիրավը, զարկեց Հոբին չարաչար պալարներով, ոտքի թաթից մինչև նրա գագաթը պատվեցին զազրելի որդերով։ Տառապանքի ու ցավերի մեջ անտանելի, չմեղանչեց սուրբ Հոբը երանելի, թեկուզ դարձավ շատ շատերին ատելի, բայց չուրացավ իր Փրկչին սիրելի։ Բարեկամներ, սիրելի կին կեղծավոր, ցույց տվեցին իրենց դեմքերն ահավոր, և խեղճ մարդին թողնելով գլխիկոր, դարձան նրան դատապարտող դատավոր։ Ողորմեցեք, սիրելիքս, ախ, ինչու եք հալածում դուք ինձ, միթե չեք կշտանում իմ մարմնից, որովհետև Աստծո ձեռքն է դիպել ինձ, երանի թե գրվեր խոսքեր սքանդակվեր, երկաթի գրիչներով ու կապարով, գրքերի մեջ քարի վրա մխրճվեր, հառաչանքներ, սուտանջանքներ սահավոր։ Սակայն գիտեմ, Փրկիչս կենդանի է, նա ինձ պիտի ոտքի վրա կանգնեցնի, և մորթս այսպես թափվելուցս հետո, իմ աչքերով պիտի նրան ես տեսնեմ։ Եվ որոշված ժամանակ Տերը Հոբին այցելեց, բարձրացնելով մոխիրից գերությունը ետ դարձրեց, ստացվածքը կրկնապատկեց և տարիները օրհնեց, երբ որ Հոբը ներելով նրանց համար աղոթեց։ Ամեն։